ինչ եք կարծում հունիսյան նստաշրջանում ԵԽԽՎ-ում ձեր այս վերջին ճեպազրույցի հետ կապված զեկույցներ կլինեն ու եթե ակնկալում եք կլինեն ինչպես եք պատրաստվում դրան։ Նկատուներ որ դուք զեկույցում ասել եք ձեր հողերը ուրեմն ասեմ ձեզ, որ եթե դուք փոքր-ինչ հետևում եք ԵԽԽՎ աշխատանքներին, ապա կտեսնեք եւ կլսեք, որ 20 տարի շարունակ եւ ԵԽԽՎ-ում եւ միջազգային բոլոր կազմակերպություններում, որտեղ հնարավոր է, որ քննարկվեն խնդիրներ կապված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, Ղարաբաղի խնդրի հետ, որպես հիմնական գլխավոր միտք ադրբեջանցիների կողմից հնչում է այն միտքը, որ կան 20% օկուպացված տարածքներ, եւ կան 1 միլիոն փախստականներ, եւ այդ միտքը այդ 20 տարիների ընթացքում ինչքան էլ որ իրենք բարձրաձայնել են, այնուամենայնիվ մշտապես ստացել են իրենց պատասխանները, այնպես որ եթե դուք հիմա հույս ունեք կամ սպասում եք, սպասելիքներ ունեք այն մասին, որ դա հնչելու է, ապա դա բոլորովին էլ նորություն չի, եւ դա պարտադիրն է, բայց այդ բոլորի պատասխանները տրվելու են։ Ժամանակ ասած նախադասությունների վրա հիմնվելով դուք վերջո գործածել եք ձեր հողերը մեջ որևէ այլ կամ նոր բան չկա, բացի նրանից, ինչը որ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին։